Այսօր հյուրընկալել ենք թվային հոգեբան Սեդա Ավետիսյանին եւ հենց խոսելու ենք թվային վերլուծությունից։ Բարև ձեզ։ Ողջույն։ Շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերելու համար։ Խոսելու ենք շատ հետաքրքիր թեմայից, ասեք ինչ է թվային հոգեբանությունը, ինչով է տարբերվում հենց սովորական հոգեբանությունից։ Թվային հոգեբանությունը թվերի մասին է, մարդու ծննդյան օրվա ամսվա ու տարեթվի։ Վերլուծության ենք ենթարկում այս թվանշանները եւ ստանում ենք 5 հիմնական ծրագրեր, որոնք անհրաժեշտ է, որ մարդն անցնի իր կյանքի ընթացքում։ Ծննդյան օրվա ծրագիր կամ անհատականության ծրագիր, հոգևոր ծրագիր, որը կապված է մեր գեների հետ եւ դա ծննդյան ամսվա ծրագիրն է, ծննդյան տարեթվի ծրագիր, որը պատասխանատու է մեր գումարի մասնագիտական կողմնորոշման համար, որի հետ մեկտեղ բացվում են նաեւ հարաբերությունների եւ առողջության ծրագրերը։ Այս 5 ծրագրերը իրականում իրենց մեջ ներառում են եւս 30 ենթածրագրեր, որոնք անհրաժեշտ է անցնել կյանքի ընթացքում։ Եթե մի քիչ հետ գնանք, թվային հոգեբանությունը հայտնի է որպես նումերոլոգիա, բայց հիմնադիրը թվերի ստեղծող Պյութագորասն է, որը թվերը ստեղծեց մեր թվարկությունից առաջ, եւ 537 թվականին արդեն գրեթե հիմնել էր այս ամենը, ինչ որ կար։ Բայց հաշվի առնելով տվյալ ժամանակահատվածը բնականաբար չէր ընդունվում այս տեսակետը եւ շատ վերլուծական մտքեր մնացին ստվերում, որոնք հիմա փորձում են թվային հոգեբանները վերհանել։ Ինչու թվային հոգեբանություն, որովհետեւ իրականում մենք մարդու հետ աշխատանքում նաեւ կատարում ենք հոգեբանական աշխատանք եւ մարդուն պետք է բերել հասցնել այն կետի, որ ինքը տրամադրվի եւ անցնի այդ ծրագրերը դրականորեն։ Որպես կանոն ցանկացած ծրագիր, որ մենք անցնում ենք, սկզբնական շրջանում մենք այդ ծրագրերը անցնում ենք բացասաբար։ Իսկ հետո արդեն սկսում ենք աշխատանք կատարել ու տանել դեպի դրական ուղղվածությունը։ Իսկ երբ որ կատարվում է թվային հոգեբանական այդ թեստը, երբ որ կատարվում, ինչպես է փոխվում մարդու հոգեբանական վիճակը այդ թեստից հետո։ Իրականում սա կյանքի ընթացքը փոխելու մասին է։ Մենք ոչ թե հիմնական աշխատանքը կատարում ենք մարդու հոգեբանության հետ, այլ հիմնական նպատակը, որպեսզի մարդը իմանա, թե ինչպիսի ծրագրեր ունի կյանքում անցնելու ու դրանք դրականորեն անցնի։ Եթե հիմա մասնավոր օրինակով վերցնենք ձեր ծննդյան օրն ու ամիսը, օրինակ ինձ նշեք երբեք ծնվել օրը եւ ամիսը։ Ես ավելի առարկայական օրինակը կբերեմ ու դուք կհասկանաք, թե ինչ է իրենից ներկայացնում թվային հոգեբանությունը։ Երկուսների դեպքում անհրաժեշտ է, որպեսզի ծրագիրը դրականորեն ապրեն, իրենք պիտի ինքնուրույն որոշում ներկայացնեն ու երբևէ ուշադրություն չդարձնեն մայրիկը ինչ կարծիք ունի, ընկերուհին, ամուսինը կամ երեխան։ Օրինակ հոգեբանի մոտ ասում են, որ այցելությունները լինում են մի քանի անգամ, իսկ այս թվային վերլուծությունը մեկ անգամ բավական է կատարել, թե անընդմեջ երբեմն կարիք է լինում վերլուծությունը։ Ցանկացած վերլուծություն, որը մենք կատարում ենք, մարդը կարող է եւ այդ 5 ծրագրերը առանձին ունենալ, այսինքն ժամանակ առ ժամանակ անդրադառնա յուրաքանչյուր ծրագրին, որը իրեն անհրաժեշտ է, բայց եւ կարող է միաժամանակ ունենալ բոլոր վերլուծությունները եւ ինքնուրույն անցնել ճանապարհը։ Կա տարբերակ, երբ ընտրում են հենց թվային հոգեբանի հետ անցնեն ճանապարհը, որովհետեւ այստեղ կա գործնական աշխատանքներ, որոնք մենք հանձնարարում ենք եւ ստիպված է մարդը կատարել, որովհետեւ ինչ որ մեկի մոտ պիտի պատասխանատու լինի։ Այսինքն հենց աստող օղակն է դառնում թվային հոգեբանների դեպքում, որ իր հետ անցնում է այդ ճանապարհը։ Ու ցանկացած պարագայում, երբ մենք անցնում ենք այդ ծրագրերը, մենք ժամանակ առ ժամանակ դեպի բացասական դրսևորում գնում ենք։ Ուղղակի մեզ անհրաժեշտ է տվյալ պահին հասկանալ, որ մենք բացասաբար ենք սկսել անցնել ծրագիրը, կանգ առնել, կատարել են գործնական ցուցումները, որոնք կա տվյալ մարդու ծննդյան օրվա ամսվա ու տարեթվի վերլուծության մեջ եւ նորից դրական ուղղվածությամբ ապրել։ Սա օգնում է, որպեսզի վերջին հաշվով մարդը հասնի իր հոգու առաքելությանը, ինչի է ծնվել եւ որն է այն առաքելությունը, որ պիտի կյանքում կատարի։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում ենք թվային հոգեբան Սեդա Ավետիսյանի հետ։